Սիրելի տաղուշցիներ, ողջունում եմ ձեզ, պարոն Ռուբինյան, շնորհակալություն շնորհավորանքի համար, իրոք 11 տարի առաջ այս օրը քաղաքացիական պայմանագրի առաջին համաժողովն էր եւ այդ օրը մենք հիմք դրեցինք այն փոփոխություններին, որ տեղի ունեցան, տեղի են ունենում եւ տեղի են ունենալու ապագայում, բայց մինչեւ ելույթս կսկսեմ 2026-ին քվեարկում ենք Ես այսօր եւ երեք Տավուշում գրեթե բոլոր համայնքներում շրջել եմ եւ Տավուշը այն մարզերից է, որտեղ ամենաշատն է երևում մեր կառավարության աշխատանքը եւ հատկապես դա տեղի է ունեցել վերջին 5 տարիներին։ Ճանապարհներ, ենթակառուցվածքներ, դպրոցներ, մանկապարտեզներ, շուրջ 2000 տուն, որը տարբեր համայնքներում կառուցվում է եւ երբ որ այդ համայնքների կողքով անցնում ես, ես շատ եմ ճամփորդել Հայաստանում, այդ թվում նաեւ Տավուշում, գյուղերի գույնն է փոխվել, նրանք ավելի պայծառ են դարձել եւ այնտեղ կյանք կա եւ ես ուզում եմ ձեզ շնորհավորել այդ առիթով։ Ելույթից մի կտորը ուզում եմ ընդդիմությանը նվիրել, բայց մեր ընդդիմության մասին խոսելիս առանց հումոր անհնար է, որովհետև կխելագարվենք այն ինչեր են խոսում, եւ ես վերջերս գրել էի դրա մասին, ուզում եմ այստեղ էլ հիշել Կարգին հաղորդումը, այն հիշում եք, չէ՞, Կարգին հաղորդումը, որ հոգեկան առողջության կենտրոնում երկու պացիենտ իրար հետ խոսում են, մեկը սենց անում, մեկը ասում է, ինչ ես անում, ասում է կոկորդիլոսներն եմ քշում, ասում է, բայց այդտեղ կոկորդիլոս չկա, ասում է, դե բոլորին քշել են, որտեղից լինի, հիմա մեր ընդդիմությունն է, ուրեմն մտան պայքարի մեջ, հատկապես ուժեղ Հայաստանը, եւ հնարեց 300,000 աշխատատեղ ստեղծելու միֆը, որը իրենք կարող են ժամանակին անել, բայց չէին արել, բայց հենց մենք ասեցինք, որ մենք արդեն ստեղծել ենք 300,000 աշխատատեղ, սա դրեցին մի կողմ, հետո եկան ասեցին, չէ, դեղերը թանկ է, պետք է 20% զեղչենք, մենք եկանք ասեցինք առողջապահության համակարգով, այդ հարցերը լուծվել է, ըստ էության բոլոր այն կարիքավոր շերտերը, որոնք դրա կարիքը ունեն, անվճար են ստանում իրենց դեղերը կամ շատ չնչին համաֆինանսավորման, հետ էլ դրեցին մի կողմ, հետո ասացին պետք է բիզնեսը 0% հարկ վճարի, բոլոր մասնագետները, այդ թվում նաև փոքր ու միջի բիզնեսը սկսեց ծիծաղել նրանց վրա, որ այդպես հնարավոր չի, այդպես պետություն հնարավոր չի կարծել, այս էլ դրեցին մի կողմ եւ հիմա մի հատ զավեշտալի սուտ են հնարել եւ դա դարձրել են իրենց գլխավոր, այսպես քարոզչական ուղղությունը 300,000 ադրբեջանցիների թեման այսօր էլ մի մեծ ասուլիս են հրավիրում եւ ասում են, որ ադրբեջանական թատրոն է գալու Հայաստան։ Իրենք թատրոն են, ադրբեջանական թատրոնն է գալու Հայաստան։ Եվ ամեն անգամ, երբ որ նրանք այս մասին խոսում են, ես այդ Կարգին հաղորդման կտորն եմ հիշում։ Եվ հունիսի 7-ին մենք բոլորս, այդ թվում մեր համակիրները, համախոհները, մեր ամբողջ ազգը եւ ժողովուրդը այս հարցը լուծելու է մեկընդմիշտ եւ մենք մերժելու ենք սուտն ու կեղծիքը, որ կա այդ թվում նաեւ քաղաքականության մեջ։ Եվ վերջում ես ձեզ իմ մի երազանքի մասին եմ ուզում պատմել, որը կարծում եմ այս տարիներին իրականացել է եւ դա ոչ միայն իմ երազանքն է եղել, այլ շատ մեր շատերի երազանքը։ Վստահ եմ, որ տասնամյակներ շարունակ քաղաքականությունով հետաքրքրվողները հեռուստացույց դիտելիս տեսնում էին մեծ ֆորումներ, երկրներ, որտեղ գալիս էին շատ առաջնորդներ։ Եվ մենք Տեր-Պետրոսյանի ժամանակ, Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ ասում ենք դե ոնց կարող է մարդկանց այդքան նշանակալի հյուրեր գան Հայաստան։
Մենք նայում ենք շատ, օրինակ, սպորտային մրցումներ։ Եվրոսպորտով նայում ենք ֆուտբոլի առաջնություններ, ծանրամարտի առաջնություններ, նայում ենք տարբեր մրցումներ եւ ասում ենք, որ սրանք թերևս այս մարդկանց օրոք չեն գա Հայաստան, որովհետեւ նրանք ոչ հարգանք ունեն, ոչ էլ ունակություն այդ ամեն ինչը կազմակերպելու։ Եվ ես շատ ուրախ եմ եւ իմ կողմից էլ մեծ ջանքեր եմ գործադրել, որպեսզի այսպիսի միջոցառումներով Հայաստանը միանգամայն այլ մակարդակի վրա բարձրանա։ Եվ մենք բարձրացրել ենք այդ մակարդակի, երբ աշխարհի լիդերները ճանաչում են Հայաստանի Հանրապետությունը, երբ մշակութային լիդերները ճանաչում են Հայաստանի Հանրապետությունը, երբ սպորտային լիդերները ճանաչում են Հայաստանի Հանրապետությունը։ Ուստի 2026-ին քվեարկում ենք լավ եղեք ժողովուրդ ջան։ Սիրելի ժողովուրդ, պարոն Հարությունյան